Արդեն 4 ամիս է Հայաստանի ամենամեծ մեդիա հոլդինգի Pan-Armenian Group-ի Pan-Armenian TV-ն հասանելի է ամբողջ արևմտյան ափին։ Glendale, Burbank, Pasadena, Montebello, La Canada. Մի քանի տասնյակ քաղաքներում հասանելի են Pan-Armenian Group-ի լավագույն նախագծերն ու հաղորդումները։ Ամերիկահայերը խոստովանում են արդեն ավելի քաջատեղյակ են, թե ինչ է կատարվում հայրենիքում։ Pan-Armenian TV-ն հնարավորություն է տալիս բաց չթողնել Հայաստանում ու հայերի համար կարևոր բոլոր իրադարձությունները։ Պատկերացրեք, ես վերջերս միայն Pan-Armenian եմ դիտում։ Հիմնականում դիտում եմ Pan-Armenian։ Պատահաբար անգա միացրեցի այդ ալիքը եւ շատ հավանեցի եւ հիմա համարյա թե ամեն օր նայում եմ։ Pan-Armenian, հա, հեռուստատեսությունը, որը կարծում եմ մեծամասամբ գալիս է Հայաստանից նյութերը, շատ հետաքրքիր է։ Pan-Armenian-ի ծրագիրները շատ եմ սիրում։ Դիտում եմ Pan-Armenian-ը։ Նախընտրում եմ Pan-Armenian։ Շատ ուրախ ենք, որ այսօր համայնքի հեռուստատեսությունների նաև ավելացավ մեկը եւս, այսինքն Pan-Armenia հեռուստակայանը։ 6-րդ զգայարան, Arm Comedy, կիսաբաց լուսամուտներ, լրատվական թողարկումներ եւ հեռուստասերիալներ։ Այս ամենը ամերիկահայերը դիտում էին միայն առցանց, այսուհետև դրանք նաև հեռուստամենյուում են։ Անվճար արբանյակային հեռարձակումն ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում է Charter 389 եւ Free to Air 1811 հաճախականությունը հասանելի է Հարավային Ամերիկայի բոլոր հայաշատ վայրերում, իսկ արբանյակային հեռարձակումը հասանելի է Հյուսիսային Ամերիկայում, ընդգրկում է նաև Կանադայի հարավային եւ Մեքսիկայի հյուսիսային սահմանները։ Pan-Armenian-ի հաղորդումները հավանել եմ, խելացի են, ակտուալ են, բավականին զարգացած են, հետո շատ պրոֆեսիոնալ են։ Աչքը շոյում է, ականջը շոյում է։ Դինամիկ հաղորդումներ, ճիշտ հայերեն, որը շատ կարևոր է ինձ համար եւ շատ կարևոր է այստեղ բոլորիս համար։ Հայաստանից շատ հաղորդումներ կան, որոնք ավելի որակյալ են, ներկայացնում են հայ երիտասարդությանը եւ նաեւ talk show-ն եմ նայում, որը ներկայացնում է ամերիկահայ երիտասարդության նաեւ ամերիկահայերի։ Կիսաբաց լուսամուտների ծրագիրը շատ սիրուն է։ Pan-Armenian TV-ն մեզ է ներկայացնում արդի մշակութային, քաղաքական, հասարակական, կինոարվեստի եւ այլ ոլորտների իրադարձությունները նոր ոգով, գեղագիտորեն հարուստ եւ դրական երանգների ներքո։ Շատ լավ հաղորդաշարեր կան Pan-Armenia-ում, բայց հիմնականում նայում ենք talk show-ուն, ինչի համար, որովհետեւ մեզ շատ սիրելի Թագուհի Վարդանյանն է վարում։ Pan-Armenian TV ուշադրության կենտրոնում ոչ միայն Հայաստանն է, հեռուստաալիքը լուսաբանում է նաև հայ համայնքի կյանքը։ Լոս Անջելեսի համայնքային կյանքը ներկայացնող talk show-ն ամերիկահայ համայնքի սիրելի հաղորդումներից է։ Pan-Armenian TV-ն իրականում հանդիսանում է այն կամուրջը, այն կապող օղակը 3 հեռուստաալիքի, Armenia հեռուստաընկերության, ATV հեռուստաընկերության եւ Armnews հեռուստաընկերության եւ այն տելեպորտացիայի միջոցը, որով մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կարող են լիարժեք թե տեղեկատվություն ստանալ, թե զվարճալի հաղորդումներ դիտել, թե սերիալներ, թե ճանաչողական եւ փաստավավերագրական հաղորդումներ։ Հայրենիքի հետ կապը չկորցնելու համար Pan-Armenian Media Group-ը Ամերիկայի հայերին հասանելի դարձրեց հայրենական արտադրության հաղորդումներն ու նախագծերը։ Առանց խտրականության ու տարբերության Ամերիկայի հայկական համայնքը կարող է հայ հեռուստադիտողի հետ հավասար դիտել հայկական արտադրության նախագծեր ու հաղորդումներ։ Pan-Armenian TV մեր տունն Ամերիկայում։ Հայ մեկնաբաններն ու լրագրողները հայկական արտադրության հաղորդումների միջոցով Ամերիկայում ապրող համայնքի համար ամեն օր կապող օղակ են դառնում։ Տեսահոլովակների շարքը, որտեղ ներկայացված են թե մեր հեռուստամեկնաբանները, թե հաղորդավարները, թե դերասանները տարբեր նախագծերի, գալիս է ապացուցելու նաև այն, որ մեր համար շատ կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունենալ հեռուստաալիք, որը լիարժեք կարտացոլի այն ամենը, այն բոլոր մտքերն ու գաղափարները, որը այսօր մենք ունենք այստեղ Երևանում։ Բծախնդրորեն պատրաստված ու ընտրված բազմազանություն ապահովող հայկական հաղորդումները տարբեր ճաշակի ու տարիքի ամերիկահայերի համար են նոր եթերաշրջանում սեպտեմբերից։ Ամերիկահայերը կդիտեն հաղորդաշարեր, որոնք նկարահանվել են հատուկ եւ միմիայն իրենց համար։ Միացյալ Նահանգներում նկարահանված Pan-Armenian TV-ի որոշ նախագծեր էլ հասանելի կլինեն նաև հայաստանյան հեռուստադիտողին։ Մանուիլյան Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։